Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որի 18 տարին արդեն լրացել է, իրավունք ունի մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին։ Սա սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որը հիմնված է մի քանի սկզբունքների վրա։ Դրանք են ընդհանուր, ազատ, հավասար եւ գաղտնի ընտրական իրավունքներ։ Ընդհանուր ընտրական իրավունքը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սեռից, տարիքից, սոցիալական վիճակից եւ քաղաքական հայացքներից իրավունք ունի մասնակցելու ընտրություններին։ Այս սկզբունքի համաձայն յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն, բոլորի ձայները հավասար են եւ ունեն հավասար կշիռ։ Ազատ ընտրության սկզբունքը նշանակում է, որ ոչ ոք իրավունք չունի ճնշում գործադրել քաղաքացու վրա, ստիպել նրան քվեարկել որևէ թեկնածուի օգտին, հայտնել թե ում օգտին է պատրաստվում քվեարկել կամ ում օգտին է քվեարկել արդեն։ Ընտրության գաղտնիությունը պաշտպանված է օրենքով։ Գաղտնի քվեարկության սկզբունքը ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքներից մեկն է։ Դրա ապահովման համար ընտրատեղամասերում ստեղծվում են առանձին քվեախցիկներ, որտեղ ընտրողը լինում է միայնակ։ Ոչ ոք իրավունք չունի ընտրության ժամանակ գտնվել քվեախցիկում, բացառապես այն դեպքերի, երբ ընտրողն ի վիճակի չէ միայնակ ընտրելու։ Այս դեպքերում ընտրողն իր հետ բերում է վստահված անձի։ Քվեարկության գաղտնիության խախտում կարող է համարվել ցանկացած փորձ վերահսկելու ընտրողի ազատ կամ արտահայտման իրավունքը։ Երբ ձեզանից պահանջում են լուսանկարել քվեաթերթիկը, ցույց տալ, թե ում օգտին եք քվեարկել կամ որևէ կերպով ապացուցել, թե ում օգտին եք քվեարկել, սա ևս համարվում է գաղտնի քվեարկության սկզբունքի խախտում։ Լրագրողները եւ դիտորդները կարող են տեսանկարահանել ընտրատեղամասը, սակայն նրանք իրավունք չունեն ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում քվեախցիկի ներսում։ Իրազեկ ընտրողը ոչ միայն գիտի իր պարտականությունները, այլև տիրապետում է իր իրավունքներին եւ պաշտպանում է դրանք։ Ընտրական իրավունքի պաշտպանության առաջին եւ կարևոր քայլը գաղտնի ընտրական իրավունքի ապահովումն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն այդ իրավունքը իրացնում է ընտրությունների միջոցով։ Քվեարկությունը միայն սահմանադրական իրավունք չէ, սա նաեւ մասնակցություն է երկրի կառավարմանը։